Անտալիայում Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի արտգործնախարարների մի բեմում նստելուց հետո այսօր Թբիլիսիում մի սեղանի շուրջ են նստել 3 երկրների փոխարտգործնախարարները։ Բանակցություններին Հայաստանը ներկայացնում է Վահան Կոստանյանը, Վրաստանը Լաշա Դարսալյան, Ադրբեջանը Էլնուր Մամեդովը։ Հանդիպումը սկսվել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի խոսքով։ Նա համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասը մեծ ներուժ ունի ու պետք է դա օգտագործել։ Ըստ էության, հենց սա է Թբիլիսյան հանդիպման նպատակը։ Տարածաշրջանի վերաբերյալ մեր տեսակետների փոխանակումը և եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը ճիշտ ժամանակին են և միևնույն պահին խիստ անհրաժեշտ։ Թբիլիսիում հանդիպումը հաստատում է նոր իրողությունները տարածաշրջանում, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը Երևանից Բաքու մեկնած Սլովենիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել է նաև, որ օրակարգում 3 երկրներին հուզող հարցեր են։ Բաքվին հուզող հարցերի մասին խոսել է Բայրամովը նորից բարձր մակարդակով բարձրացրել Զանգեզուրի միջանցքի հարցը։ Պնդելով, որ անխոչնդոտ մուտքը Նախիջևան դեռ չի ապահովել Հայաստանը, այդ հարցը քննարկվել է Անտալիայում, ըստ Բայրամովի։ Խոսել ենք այն մասին, որ Նախիջևան մեր անխոչնդոտ մուտքը չի ապահովվել։ Ամեն դեպքում օգտակար է համարել Բայրամովը Անտալիայում Միրզոյանի հետ հանդիպումը։ Նրա կարծիքով, թեև հանդիպումը հնարավորություն չի տվել լուծել եղած հարցերը, սակայն թույլ է տվել ավելի մանրամասն քննարկել կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները։ Նույն կարծիքը երկկողմ հանդիպման մասին նաև Հայաստանի արտգործնախարարն էր հայտնել։ Արարատ Միրզոյանն Անտալիայում թուրք լրագրողների հետ էր զրուցել հայ-ադրբեջանական բանակցությունների մասին, ասել, որ Ադրբեջանը չի ուզում խոսել խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, քանի դեռ նրա պահանջները կատարված չեն։ Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով։ Սակայն ցավոք մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Իսկ որտեղ կարող է ստորագրվել պայմանագիրը, գուցե Թուրքիայում, Հայաստանի գլխավոր դիվանագետից հետաքրքրվել են թուրք լրագրողները։ Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ։ Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները։ Ես չեմ բացառում որևէ բան։ Բայց Միրզոյանը դեմ չէ, որ Թուրքիան օգնի հայ-ադրբեջանական բանակցություններին։ Անկարան կարող է դրական դեր խաղալ, հաստատել է հայ դիվանագետը, բայց ըստ էության բացառել է, թե Թուրքիան կարող է ուղղակի միջնորդ դառնալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Որովհետև Միրզոյանի գնահատմամբ ամենաարդյունավետ բանակցությունը առանց միջնորդների երկխոսությունն է եղել Երևանի ու Բաքվի միջև։ Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կարճ պատմությունը ցույց է տալիս, որ եղել են գործընթացին մի շարք օժանդակողներ, միջնորդներ, ինչպես Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը, տարբեր երկրներ։ Բայց Հայաստան-Ադրբեջան բանակցությունների պատմությունը ցույց է տալիս, որ երբ մենք ունեցել ենք երկկողմ բանակցություններ, այդ բանակցությունները ամենահաջողն են եղել։ Այսպես Հայաստանի գլխավոր դիվանագետը պատասխանել է հարցին. արդյոք դուք խնդրել եք Թուրքիային Հայաստան-Ադրբեջան գործընթացում իրականացնել դյուրացնողի դեր այս դժվար ժամանակներում, երբ կարծես Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները փակուղում են գտնվում։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։